Պատվիրակի առաքելությունը խաղի ընդհանուր կազմակերպման վերահսկողությունն ենք իրականացնում ու օգնում ենք թիմերին, որ ամեն ինչ ճիշտ կազմակերպված լինի ըստ կանոնակարգի։ Պատվիրակի աշխատանքը կարելի ասել սկսվում է խաղից 72 ժամ առաջ, նամակի տեսքով արդեն թիմերին, ուղարկում ենք նախախաղային գրություն, ուղարկում ենք հետհաշվարկ ու 24 ժամ առաջ արդեն զանգում ենք թիմերի ներկայացուցիչներին, ճշտում ենք մարզահագուստը, ճշտում ենք ինչ-որ խնդիրներ կա, որ կարող ենք մենք շտկել ու արդեն հաջորդ օրը սկսում է խաղային պրոցեսը։ Պատվիրակը խաղից 2.5 ժամ առաջ ժամանում է մարզադաշտ ու նախքան խաղից 2 ժամ առաջ նախախաղային խորհրդակցությունը սկսելը իրականացնում է մարզադաշտի խաղադաշտի ստուգում դրոշակաձողերի, գծանշումների, դարպասային ցանցերի ընդհանուր խաղադաշտն է նայում, դրանից հետո հանդերձարանների գոտիներում թիմերի հանդերձարանները մրցավարական անձնակազմի պատվիրակի սենյակ հանդիպումից 2 ժամ առաջ արդեն սկսում է նախախաղային խորհրդակցությունը թիմերի ներկայացուցիչների, մրցավարների տեսուչների հետ։ Մանրամասն քննարկում ենք խաղի կազմակերպման հետ կապված հնարավոր բոլոր հարցերը, սկսած թիմերի հանդերձանքից մինչև խաղի անվտանգության, բժշկական հարցեր եւ մնացած կազմակերպչական հարցերը։ Խաղի ընթացքում արդեն հետևում ենք խաղի ընդհանուր կազմակերպմանը, երկրպագուների պահվածքին, թիմերի անձնակազմին, խաղադաշտում ֆուտբոլիստների պահվածքին, ընդհանուր կարգապահությանը։ Վերջում էլ արդեն հաշվետվություն ենք ներկայացնում։ Պատվիրակը պետք է շատ սիրի ֆուտբոլ խաղը, որպեսզի կարողանա իր գործառույթները սիրելով իրականացնի։ Բացի դրանից էլ որոշակի կազմակերպչական հմտություններ է պետք, մարդկանց հետ հաղորդակցվել է պետք ճիշտ իմանալ, որովհետև շատ տարբեր մարդկանց հետ հաղորդակցվում խաղի ընթացքում, տարբեր թիմերի ներկայացուցիչների, մրցավարական անձնակազմի, մարզադաշտի ներկայացուցիչների ՀՖՖ պատվիրակ դառնալ ցանկացողները կարող են դիմել նշված էլեկտրոնային հասցեով, ուղարկելով իրենց ռեզյումեն, ընտրող հանձնաժողովը կայացնի իր որոշումները։ Մեր ընտրությունը նաև կախված կլինի ռեզյումեի որակից եւ իհարկե մենք խրախուսում ենք նաև իգական սեռի տեխնացուների ռեզյումեները։ Ընտրությունից հետո մենք կհանդիպենք շորթլիստում գտնվող տեխնացուների հետ, կանցկացնենք սեմինար հանդիպում, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կուղարկվեն տեխնացուներին, որից հետո նրանք կսկսեն այցելել Հայաստանի Պրեմիեր լիգայի եւ առաջին խմբի հանդիպումներ մեր փորձառու պատվիրակների հետ, հետևելով թե ինչպես են նրանք աշխատում, ինչպես են իրենց դրսևորում խաղի ժամանակ, ինչպես են կազմում իրենց հաշվետվությունները, հետո կանցնեն թեստավորում, որի արդյունքներով էլ կկայացվի վերջնական որոշումը։